Ուրեմն 18 թվականից սկսած մեր հայրենակիցները տարբեր տիպի խոստումներ են լսում եւ այդ խոստումները որ տրվում են ամեն անգամ եւս մեկ անգամ համոզվում ենք որ այն խոստումները որ տրվել են ես 7 տարիների ընթացքում նախ ոչ մի խոստում էլ չեք կատարել պարոն Փաշինյան դրանից հետո արհավիք է բերել մեր ժողովրդի գլխին հետո գնացել եք ընտրությունների մի ծրագրով, որ Շուշի հադրութ պիտի դեօկուպացնեք, դեօկուպացիայի հարց անջատում հանուն փրկության եւ այլն։ Ուրեմն Արցախ էսպայն գոյություն չկա, քիչ չի։ Դուք մի հատ այստեղից գալիս եք հայտարարում եք, որ Արցախի հարց չկա։ Հազարամյակներով որ այդ մարդիկ մեր հայրենակիցները ապրել են այդտեղ, չկա։ Հիմա նորից էլի ընտրություն կլինի, էլի կգնաք կմանիպուլացնեք, տարբեր բաներ կասեք, կխոսակ, կասեք իրական Հայաստանից ենք խոսում, բայց այդտեղ էլ ճիշտ չէ կլինի, էլի կխաբեք։ Ինչ վերաբերվում է մեր սահմաններին, որ ասում եք, դե դատապարտեիք, ասեիք զինվորականներին, դե գյուղի օրինակը ամենացծուն օրինակն է։ Վերջերս տեղի ունեցած շատ ուրեմն շատ տարիներ առաջ չի տեղի ունեցել։ Երբ որ սահմանապահ զորքերը եւ ՊՆ-ն իրարից տեղյակ չէին։ Դուք դրա մասին շատ լավ գիտեք։ Եվ մեղավորությունը ստեղ գցել ընդդիմության վրա, ես դրա լոգիկան չեմ հասկանում։ Դուք ձեր ներսում չեք կարող հասկանալ աջ ձեռը որտեղ է ձախը որն է։ Իրար հետ չեք կարողանում, այդ ստրուկտուրաները չեն աշխատում։ Եվ դրա պատասխանատվությունը կրում եք դուք։ Եվ հերիք է մեզ սովորցնեք, ինչ ուտել, ինչ քշել, ինչ հագնել, ինչ սովորել, հոգնել ենք արդեն դրանից։ Կամ ինչն է պետք, ինչը չի պետք, իրական, ոչ իրական։ Դուք արդեն հասել եք նրան, որ հեսա երկունից հետո կարող է կաթողիկոսի պարտականություններն էլ վեկալեք ձեր վրա։ Հարցս հետևյալն է, սահմանազատման, սահմանագծման այս գործընթացը որ կա, որ ասացիք սկսվում է այդ գործընթացը, ինչ փուլում է։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք։ Պարզվեց դրա համար էր սրբազան պայքարը, էլի տենց։ Շնորհակալ եմ պարոն Դանելյան հարցի համար, սովորաբար հոգնածների համար մի պրոցեդուրա կա, այդ հանգստանալն է։ Հոգնած եք, հանգստացեք, ինչ, ձեզնից եք հոգնել, ինձնից հանգստացեք, եթե հոգնել եք ինձնից, ինչ եք հարց տալիս, հարց մի տվեք, որ ավելի չհոգնեք, որովհետև իմ ինչ ասեմ, աշխատա, դե ինչ ասեմ, Պարոն Դանելյան, ձեր հարցին հատվածներին, որոնց տասնյակ անգամ անդրադարձել ենք, չեմ կարծում, թե նորից անդրադառնալու կարիք կա, ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, հանձնաժողովները աշխատում են, հայտարարությունները արել են, հրապարակային են ինչ որ պիտի անեին, այսինքն ինչ որ արդեն համաձայնեցված է եւ հրապարակվել է, եթե նոր բան կլինի հրապարակելու, կհրապարակվել Գործընթաց կա աշխատում են, բայց դեռևս հրապարակելու բան չկա։ Թե չէ կհրապարակեին, հակառակ դեպքում իմաստ չուներ։ Արձագանք Չհրապարակել։ Ուրեմն տեսեք ես մեկ անգամ եւս ուզում եմ մեր սիրելի հայրենակիցների համար արձանագրել որ քիչ առաջ դուք ասեցիք, որ գիտեք, որ ժողովուրդը ուզի անպայման կգա ու ինձ կհեռացնի։ Ես համոզված եմ, որ անգամ 100,000-ավոր մարդիկ էլ փողոցում լինեն, դուք գնացող չեք։ Դուք գնացող չեք։ Հա, քիչ առաջ էլ հանրահավաքի քիչ էր մնում ժամ էլ ասեք, որ ժամին պիտի տեղի ունենա հանրահավաք, բայց դուք գնացող չեք, պարոն Փաշինյան։ Ես բազմաթիվ ուրեմն ցույցերի անհնազանդության ակցիաների մասնակից եմ եղել, իմ մաշկի վրա զգացել եմ, էլի, այդ ռեպրեսիոն համակարգը, որ սկսվում է, ոչ մեկին չի խնայում, որ ասում եք ժողովրդավարության բաստիոն, թողեք
մարդիկ իրանց կամ արտահայտություններ անեն, խոսան, ժողովրդավար երկիր լինի, որ իր կարծիք արտահայտող մարդը չհայտնվի էլի ինձնից ձախ։ Այ սրա արդյունքում ունենք են ինչ որ ունենք։ Ինչ ասեմ։ Շնորհակալություն, պարոն Դան։ Բան չունեմ ավելացնել։ Շնորհակալություն։